Բարև ձեզ արգելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք մեր աշխատանքը պոլիտիկայի մեթերում, այսօր աշխատանքային օր է եւ ինչպես ամեն աշխատանքային օր այսօր եւս ձեզ ենք ներկայացնելու օրվա մամուլի կարևորագույն հրապարակումները։ Եվ այսպես հրապարակ օրաթերթը գրում է. Ղազախական ցորենի շուրջ բարձրացած աղմուկից հետո Նիկոլ Փաշինյանը փորձեց ձեռքերը լվանալ թեմայից, հայտարարելով, որ ցորենն իրենք չեն բերում, այլ մասնավոր ընկերություն։ Հայտնի է, որ բերողը Սամվել Ալեքսանյանի ընկերությունն է, որը Ղազախստանից անորակ 4-րդ կարգի ցորեն է ներկրել։ Փաշինյանը ԱԺ հայտարարեց, այդ գնումը կառավարությունը չի իրականացրել, մասնավոր ընկերություն է արել իր կարիքների համար, կառավարությունն ընդամենը բանակցությունների արդյունքում ապահովել է ճանապարհի բացում, իսկ գործարքը մասնավոր է կատարվել։ Եթե ապրանքը բերել է ավելի հարմար ճանապարհով, ուզում եմ հասկանալ, ինչն է խնդիրը։ Ներկրող ընկերության պատասխանատուներից մեկից պարզեցին, որ կառավարությունն ուղղակի պարտադրել է իր PR-ի համար Ղազախստանից ներկրում իրականացնել։ Մեզ վստահեցրեցին, որ ներկրված 15 տոննա ցորենն այլուր չի դարձել, թեպետ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապյանը հայտարարել էր, թե ով գիտի, քանիսը եք արդեն կերել այդ այլուրից թխված հացը։ Հետաքրքրվեցինք, ինչ են արել ղազախական ցորենը, ասացին, մի մասն օղու արտադրության մեջ են կիրառել, մի մասը որպես անասնակեր։ Իդեպ ճանապարհը բացելու այս PR-ի պատճառով Ռուսաստանը բարձրացրել է իր ցորենի գինը, որի հետևանքները քաղաքացիները գուցե շուտով կզգան իրենց մաշկի վրա։ Ես կարծում եմ, սա ավելի շատ փորձ է Սամվել Ալեքսանյանի կողմից չքմեղանալու, ինչ որ արդարացումներ գտնելու, որովհետև այո, այս մարդը Հայաստանի Հանրապետության հաշվին դարձել է միլիարդատեր, Սամվել Ալեքսանյանի նմանների պատճառով է նաև, որ Նիկոլ Փաշինյանը կարողացել է իշխանության գալ, Սամվել Ալեքսանյանի նմանների պատճառով է, որ ժողովուրդը հիասթափվել էր եւ հիասթափված է այն ամեն այն ձեռքբերումներից, որ ուներ Հայաստանը, եւ Սամվել Ալեքսանյանի նմանների վրա հենվելով էր, որ Սերժ Սարգսյանը ստեղծեց այնպիսի միջավայր, որը ծնեց Նիկոլ Փաշինյան։ Հիմա էլ Սամվել Ալեքսանյանը շատ հարմարվել է Նիկոլ Փաշինյանին, հայտարարել էր, չէ, ժամանակին, որ իրենք եղբայրներ են, աղբերներ են եւ կարող եմ ասել, որ Նիկոլ Փաշինյանը լավ եղբայր է Սամվել Ալեքսանյանի համար, Փաշինյանի օրոք Սամվել Ալեքսանյանի գործերն ավելի առաջ են գնացել, քան անգամ Սերժ Սարգսյանի օրոք, եթե այն ժամանակ ինչ որ հարցեր Սերժ Սարգսյանի համար պիտի լուծեր Սամվել Ալեքսանյանը, հիմա ասում են այդ հարցեր լուծելուց էլ է ազատված, ավելի մեծ եկամուտներ է ստանում, միայն կա մի պահանջ, որ հանկարծ որևէ դեպքում չօգնի Նիկոլ Փաշինյանին ընդդիմացող ուժերին եւ որևէ առնչություն չունենա նրանց հետ, այսինքն մի խոշոր կապիտալ, որի վրա նստած է Սամվել Ալեքսանյանը, որը ձեռք է բերել այն պատճառով, որ իշխանության մեջ է եղել նախորդ իշխանությունների ժամանակ, հիմա ուղղակի պիտի նեյտրալիզացված լինի, ծառայի իշխանությանը ընտրությունից ընտրություն, մնացած դեպքերում կարող է չեզոք դիրք գրավել։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. նոյեմբերի 16-ին կայացած Վաղարշապատի համայնքապետի ընտրությունները կարելի ասել ԿՊԱ-ականների թևեր են տվել։ Օրաթերթի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ այս ընտրությունները կարող էին բավականին վճռորոշ լինել իշխանության շատ ներկայացուցիչների համար, ինչի պատճառով էլ նրանք օր ու գիշեր Վաղարշապատում են անցկացրել Արգիշտի Մեխակյանին քաղաքապետ դարձնելու համար։ Բանն այն է, որ Փաշինյանը ԿՊ վարչության մի քանի ամսվա նիստերի ընթացքում անդադար կրկնել է, որ այս ընտրությունը կարող է ծառայել որպես լակմուսի թուղթ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների համար։ Եթե իրենք պարտվեն, Էջմիածնում կնշանակի, որ խորհրդարանական ընտրություններում մեծամասնության ձայները չեն ունենալու եւ իշխանականները լծվել են աշխատանքի։ Պետք է հիասթափեցնեմ իրականում քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչներին, վստահ եմ, այնտեղ եթե կան գիտակից մարդիկ հասկանում են, նախ որ սա հաղթանակ չէր, 48%-ը դա այսպես այն ձևակերպում, որ իրենք են օգտագործում, ջախջախիչ հաղթանակ չէր։ Երկրորդը, իրենք 48% կարողացան հավաքել մի պարագայում, երբ հանրապետության ամբողջ ռեսուրսը կուտակվել էր ընդամենը մի համայնքի ընտրությունների վրա։ Համապետական ընտրություններում իրենք այդ հնարավորությունը չեն ունենալու, 70 նման համայնք կա Վաղարշապատի նման եւ պլյուս 1 միլիոնից ավել բնակչություն ունեցող Երևան կա։ Եվ այս իմաստով շատ թող չուրախանան, իրենք այն տեմպով, այն ծավալով, որ օգտագործել են վարչական ռեսուրսը Վաղարշապատում, չեն կարողանա օգտագործել այլտեղ։ Երկրորդը, եթե հիշում եք նախորդ իշխանությունների ժամանակ էլ, օրինակ Գյումրիում
Սերժ Սարգսյանը պարտվում էր նախագահական ընտրություններում, բայց հանրապետականի տեխնացուն խորհրդարանական ընտրություններում հաղթում էր։ Ինչու էր այդպես։ Մարդիկ տեղային, այսպես հայրենասիրության հովերով են տարված եւ համարում են, որ իրենք Նիկոլ Փաշինյանին չեն սիրում, Արգիշտի Մեխակյանը դե իրենց գյուղի տղան է, իրենց մարզի տղան է, իրենք կարող են ընտրել Արգիշտի Մեխակյանին չընտրելով Նիկոլ Փաշինյանին։ Պարզ է, որ Փաշինյանը կարողանում է մանիպուլացնել, այն ժամանակ էլ նախորդ իշխանություններն էին մանիպուլացնում, բայց այն, որ հենց այս տրամաբանությամբ է ընտրությունը կազմակերպվել, ցույց է տալիս նաև այն, որ Նիկոլ Փաշինյանը ուղղակի կես րոպե անգամ չերևաց վաղարշապատում, որպեսզի այս հաղթանակը իրեն հետո վերագրեր, որովհետև ինքը գիտեր, եթե հանկարծ երևա վաղարշապատում, շատերը հասկանալու են, որ կամ արդեն սկսելու են տեսնել այն ինչ իրականում կա, որ դա Արգիշտի Մեխակյանը Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչն է, անկախ իրենց համայնքի բնակիչը լինելուց։ Եվ այդ 48%-ը վստահաբար ավելի պակաս էր լինելու։ Մյուս կողմից այս ընտրություններին չմասնակցեց մեր ձևով շարժումը, որը կարող էր բավական փոխել պատկերը։ Նախ գլխավոր ընդդիմադիր ուժից հաղթանակ դաշինքից որոշակի ձայներ կտաներ, չեմ կարող ասել ինչքան, բայց վստահաբար մի քանի տոկոս էլ տանելու էր ՔՊ-ից, որովհետև ՔՊ-ին էլ կան ընտրողներ, որոնք այդ պահի իրենց խնդիրների լուծումն են ուզում տեսնել, կարող են դա մեր ձևովի մեջ տեսնել։ Եվ վստահաբար կարելի ասել, այդ շարժման մասնակցության պարագայում պատկերը փոխվելու էր եւ այն գործը, որ չարեց օրինակ հայրենիք կուսակցությունը կամ չկարողացավ չուզեց, անելու էր մեր ձևովը եւ վստահաբար ընդդիմադիր երյակը կարող էր վերցնել իշխանություն եւ քաղաքացիական պայմանագիրն էլ 48% չէր ունենալու։ Այս ընտրություններում իր տեղը արձանագրեց եւս մեկ անգամ Մայր Հայաստանը, ինչը հետաքրքիր է, որովհետեւ նոր քաղաքական միավոր է որպես կուսակցություն եւ նաեւ արդեն երրորդ ընտրությունն է մասնակցում է եւ երրորդ անգամ է անցողիկ շեմը հաղթահարում է 5-ից 6% արձանագրում է, որ գոնե ընտրազանգված ունի այս ձևի, այս չափի աշխատանքի պարագայում։ Անակնկալ էր այո հայրենիք կուսակցության պասիվությունը եւ չանցնելը, որովհետեւ իրենք բոլոր շանսերն ունեին անցնելու։ Թե այդտեղ ինչ խնդիրներ են առաջացել, ես չեմ կարող ասել։ Այնպես որ քաղաքացիական պայմանագիրը վաղ է ուրախանում, ԿՊ-ն էլ մյուս կողմից ներողություն, ընդդիմությունն էլ մյուս կողմից բավական աշխատելու տեղ ունի, սրանք տվյալներ են, որոնք պիտի վերլուծվեն եւ չվերլուծվելու պարագայում միանշանակ է սխալները կրկնվելու են, որոնք կան, եւ նույն ընդդիմությունը օրինակ հաղթանակ դաշինքը հրաշալի աշխատեց, բայց իրենք էլ պիտի հասկանան, որ այս 30%-ը չի նշանակում, որ իրանք համապետական ընտրություններում 30% են ունենալու, դա էլ պիտի հաշվարկեն։ Եվ եթե ուզում են 30% ունենալ համապետականում նաև պիտի այլ որակի, այլ մակարդակի աշխատանք տարվի։ Այնպես որ արձանագրենք, որ այո, քաղաքացիական պայմանագիրը վերցրեց իշխանությունը, բայց ինքը 50+ չէր, այսինքն մեծամասնություն չէր, ընդդիմությունը բավական լավ արդյունքներ ցույց տվեց, բայց բավարար չէր հաղթանակի համար, մեր ձևովը չմասնակցեց, ինչը իր բացասական հետևանքներն ունեցավ, հայրենիքը բավական ակտիվություն չցուցաբերեց եւ չանցավ ցավոք սրտի, մյուս կողմից եղավ մոտ 13-14% փոշիացված ձայն, ինչի մասին ընդդիմությունը եւս պիտի մտածի։ Բայց մի այլ բան կա, որը քաղաքական դաշտը եւս պիտի մտածի, ազատվել Սերժ Սարգսյանի բերած ընտրական օրենսգրքից, հետո Նիկոլ Փաշինյանը մի քիչ կոսմետիկ փոփոխությունների է ենթարկել, բայց այդ ընտրական օրենսգրքից պիտի ազատվել։ Որևէ համայնքում, որևէ պարագայում չպիտի 50+ չստացած ուժը կարողանա իշխանություն վերցնել։ Դա աբսուրդ է, այսինքն եթե դու հանրության մեծամասնության վստահությունը չունես, ո՞նց ես իշխանություն վերցնում։ Սա մտածված էր Սերժ Սարգսյանի իշխանության կողմից, իրենք լավ գիտեին, որ 50+ աջակցություն չունեն, այնպես ինչպես ԿՊ-ն, եւ մտածել էին մի օրենսդրական փոփոխություն, այսպես դոնթի բանաձևով մի այնպիսի հնարավորություն էին ստեղծել իրենց համար, որ կարող էին մեծամասնություն չլինել եւ բայց վերցնել իշխանությունը։ Սա անթույլատրելի է, ուղղակի պիտի քաղաքական ուժերը մտածեն եւ հրապարակային հայտարարեն, որ ապագայում իրենք պիտի ազատվեն այս հնարավորությունից։ Սա համապետական ընդ որում ասում ես համապետական առումով էլ նման հնարավորություն կա եւ
ուղղակի անթույլատրելի է, որպեսզի ավել պակաս բան չասեմ, անթույլատրելի է նման օրենսդրական հնարավորություն ունենալ, բաց ունենալը, որը հնարավորություն է տալիս մարդկանց քաղաքական միավորություն չհավաքել 50+, բայց վերցնել իշխանություն։ Սա ուղղակի իշխանության գողություն է։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. այս շաբաթ սկանդալ պայթեց շքեղ կյանքը մերժելու եկած իշխանության ներկայացուցիչներից մեկի համար, երբ առողջապահության իրավունք ՀԿ-ի նախագահը բացահայտեց, որ մեկ հիվանդի բուժման արժեքը պոլիկլինիկայում ընդամենը 200 դրամ է, իսկ նախարարի պայուսակը 1,2 միլիոն դրամ։ Արդյունքում նախարարի $3157 պայուսակը դարձավ քննարկման առարկա, ինչպես պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի տիկնոջ Ռուզաննա Խաչատրյանի թանկարժեք լուքը։ Սակայն բացի պայուսակից խորհրդարան գալու օրը նախարարի հագուկապից կոշիկները եւ գոտին նույնպես բավականին թանկարժեք են, եթե դրանք բրենդային են, ապա նախարարի օգտին գոտին արժե մոտ 180,000 դրամ, իսկ վագրային նախշերով կոշիկները մոտ 600,000 դրամ։ Հա, ժողովուրդ, սա է ձեր ժողովրդական կառավարությունը, որը իր հագուկապով հիշեցնում է օլիգարխիկ կառավարություն։ Մի խաբվեք Նիկոլ Փաշինյանի բուլաթի ծատամներին։ Եթե Փաշինյանի նախարարը $3,000 թանկ պայուսակ է կրում, ապա վստահ եղեք, Փաշինյան լրիվ ուրիշ հնարավորություններ ունի։ Ուղղակի ձեզ մոլորեցնելու համար պահում են իր բուլաթի ծատամը, իր փնթի տեսքը, որպեսզի դուք հավատաք, թե իրենք բյուջեի եւ պետության հաշվին ցոփ ու շվայտ կյանք չեն վարում։ Իրականությունն այն է, որ այս մարդիկ ուղղակի փողերի մեջ լող են տալիս, իսկ այդ փողերը ստեղծվել են մի պարագայում, մի դեպքում, երբ որ պետական պարտքը 7 միլիարդից ավել մեծացվել է։ Պարտք են վերցրել դուք, ձեր երեխաները, մենք, մեր երեխաները, անգամ նոր ծնվող երեխաները $4,000 պարտք են, որպեսզի Նիկոլ Փաշինյանի նախարարը $3,000 պայուսակ ունենա, ավել արժեցող անգամ։ Էնպես որ ես նորից դիմում եմ ձեզ չխաբվել Նիկոլ Փաշինյանի բուլաթի ծատամին եւ փնթի տեսքին։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Երևանի քաղաքապետարանը սկսել է ամանորի նախապատրաստական աշխատանքները, մասնավորապես քաղաքապետարանը մի քանի պայմանագիր է կնքել մայրաքաղաքի վարչական շրջաններում միջոցառումներ, տոնակատարություններ կազմակերպելու համար։ Այսպիսով ամանորի կապակցությամբ Մալացիա Սեբաստիա վարչական շրջանում պետք է իրականացվեն տարածքների ձևավորման աշխատանքներ, կատարվելու են վարչական շրջանի մի շարք փողոցների ամբողջական լուսավորում եւ ձևավորում, ապահովելով տարածքների գեղեցիկ, գունազարդ եւ տոնական տեսք։ Այս ծառայության համար հատկացվել է 12 միլիոն դրամ։ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի նստավայրի մուտքի շվաքարանի մետաղական կարկասին ամրացվող արհեստական եղևնու ճյուղերը, գեղեցիկ լուսաշղթայի տեսքով լուսավորված անձրևային կաթիլներ, այս եւ այլ ծառայությունների համար հատկացվել է 11,9 միլիոն դրամ։ Քաղաքապետարանը որոշել է Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի համար ամանորյա տոների կապակցությամբ նաեւ անհրաժեշտ է կազմակերպել տոնական միջոցառում 180 անձի համար, որի համար հատկացվել է 2,668,000 դրամ։ Ամանորի կապակցությամբ մեկ այլ միջոցառման կազմակերպման համար հատկացվել է 1,998,000 դրամ։ Սա ոնց որ մեր նախորդ հրապարակման ընթերցած հրապարակման շարունակությունը լինի, այո, այս մարդիկ պետության հաշվին, ձեր հաշվին, մեր բոլորի հաշվին, այսպես ուղղակի շքեղ կյանք են վարում, ամանորյա տոներ կնշեն, բոլոր տոները կնշեն, հորինված տոներ կնշեն, որտեվ կյանքը շարունակվում է, կյանքը իրենց համար հրաշալի է եւ իրենք աղքատությունը պետական բյուջեի հաշվին հաղթահարել են իրենց գլխում։ Հաստ օրաթերթը գրում է. ինչպես տեղեկացրել ենք, օրերս հայտնի դարձավ, որ զինվորական քննչական գլխավոր վարչությունում ավարտվել է զինված ուժերի նախկին գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանի կողմից իշխանությունը չարաշահելու դեպքի արդյունք նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Հիշեցնենք, որ խոսքն այն մասին է, թե իբր Արշակ Կարապետյանը մարտական դիրքերը թողնելու վերաբերյալ բանավոր հրաման է տվել, որի հետևանքով հակառակորդը 2021 թվականի մայիսի 17-ին դիրքավորվել է մարտական դիրքերում։ Սա ուղղակի հրաշալի լուր է։ Նիկոլ Փաշինյանի գործիքը դարձած ժամանակին Արշակ Կարապետյանի համար, հիմա որ ընդդիմադիր է խաղում, փաստորեն Փաշինյանը այս քրեական գործով ցույց է տալիս, որ դիրքերը հանձնելու որոշումը Արշակ Կարապետյանն է կայացրել։ Եվ գուցե նաև հիմա ընդդիմադիր է խաղում, որպեսզի նման քրեական պատասխանատվությունից խուսափելու ձև գտնի։ Հասարակությունը պիտի մերժի Արշակ Կարապետյանի նմաններին։ Ես հիշեցնեմ, որ սա
պաշտոնի համար պատրաստ էր ամեն ինչի։ Առաջին բանը, որ նա արեց 2008 թվականի մարտի 1 իրադարձությունների վերաբերյալ կեղծ ցուցմունք տալն էր Ռոբերտ Քոչարյանի դեմ, ընդ որ միակ զինվորականն էր, որը նման ցուցմունք տվեց, որը հնարավորություն տվեց Նիկոլ Փաշինյանին գնալ երկրորդ նախագահի կալանքին։ Երկրորդ բանը, որ ինքը արեց, երբ Նիկոլ Փաշինյանը օրենքի խախտմամբ պաշտոնից ազատեց գլխավոր շտաբի պետի տեղակալ Տիրան Խաչատրյանին, այս մարդը միակ պաշտոնյան էր, միակ զինվորականն էր, որը գնաց ապօրինի ազատված պաշտոնը զբաղեցրեց։ Հետո դարձավ պաշտպանության նախարար։ Այսինքն այս մարդը պաշտոնական դիրք ունենալու, օրվա իշխանությանը ծառայելու համար պատրաստ եղել ամեն բանի։ Եվ հիմա Նիկոլ Փաշինյանը վարձահատույց է լինում, լավ է անում, ճիշտ է անում, որովհետև եթե մարդը դավաճանել է իր մարտական ընկերներին, դավաճանել է ժամանակին իր գերագույն գլխավոր հրամանատարը եղած մարդկանց, մարդուն, ապա Փաշինյանը գոնե հասկանալով իր համար, իր անվտանգությանից ելնելով, հասկանալով իրավիճակը, չի ուզում դավաճանների իր կողքին ունենալ կամ անպատիժ թողնել։ Իհարկե, այստեղ միանշանակ արդարության վերականգնում է։ Ես հիշեցնեմ նաև այս մարդը վաղար շաբաթի ընտրություններում իր ուժը մասնակցում էր եւ օգնեց ձայների փոշիացմանը 1-2% էլ իր ուժը փոշիացրեց։ Փաստորաթերթը գրում է. բացի այն, որ Փաշինյանն իր ամբողջ էներգիայով իշխանությունն ունեցած վարչական ամբողջ ռեսուրսներով իրականացնում էր վաղարշապատում քաղաքապետ նշանակելու գործողությունը, շարունակում էր նաև հայ առաքելական եկեղեցու հերթական եկեղեցին գրավելու կարգալույց քահանաներով կեղծ պատարակների մասնակցելու գիծը։ Այս անգամ Խաչիկ գյուղում շատերը նկատեցին, որ կեղծ պատարակի մասնակիցների քանակը նվազում է Կիրակից Կիրակի։ Նկատեցին նաև, որ անցած երկու Կիրակիներին Հովանավանքում ընդհանրապես գրեթե մարդ չկար, առավել ևս ԿՊԱ-ական չկար, եթե չհաշվենք կարգալույց արված Ստեփան Ասատրյանին։ Այս մասին շատ է խոսում, իսկ իրականում վստահ ենք, որ այդ ամենը Փաշինյանին քիչ է հետաքրքրում։ Նա հստակ իր առաջ դրած խնդիրն է լուծում կամ փորձում լուծել, այն է ամեն գնով զավթել Մայրաթորը, գրավել Վեհարանը եւ բռնի ուժով գահանքեց անել ամենայն հայոց կաթողիկոսին։ Ես ուզում եմ այս հարցով մի հստակեցում անենք, երեք էլ խոսեցինք Մեսրոպ Առաքելյանի հետ այդ մասին, հայ առաքելական եկեղեցիներում ամեն Կիրակի մատուցվում է պատարակ։ Այդ պատարակը Նիկոլ Փաշինյանի հետ կապ չունի եւ բոլոր այն պատարակները, որին Փաշինյանը գնում է մասնակցելու, դրանք կեղծ չեն, որովհետեւ ոչ կարգալույց կարգ ունեցող հոգեվորականների միջոցով են անցկացվում։ Այդ հոգեվորականներին միանգամից մեղադրելն էլ ճիշտ չի, որովհետեւ հիմա մարդիկ հոգեվոր ծառայություն են իրականացնում, եկեղեցի գալիս է ներխուժում է Նիկոլ Փաշինյանը, մտնում է լավ Նիկոլ Փաշինյան։ Ինչ պիտի անեն։ Պիտի իրենց գործառույթը թողնեն, հոգեվոր ծիսակարգը թողնեն, փայտեր վերցնեն, ու Նիկոլ Փաշինյանին վտարեն եկեղեցուց։ Դժվար է, չէ՞, պատկերացնել։ Այսինքն չպետք է կեղծ պատարակ անվանել բոլոր այն պատարակները, որին Նիկոլ Փաշինյանը գնում է մասնակցելու։ Վաղը միսօր կարող է Նիկոլ Փաշինյանը որոշի պրովոկացիա անելու համար գնալ նաև Մայրաթոր մի օր Մայրաթորի պատարակին ներկա գտնվելու։ Եվ ինչ պիտի անեն հոգեվորականները։ Կարծում եմ այդտեղ անելիք չկա, մարդ է եկել է, հիմա անհավատ մարդ է, եկեղեցա հալած մարդ է, եկել է, այստեղ գուցե դարձի գա կամ դարձի չգա, հա, դա պատարակի իրականությունը չի փոխում, այսինքն չի դարձնում կեղծ պատարակ դա։ Այլ բան, որ Հովանավանքում կեղծ հոգեվորականներ էին պատարակ մատուցում, դա արդեն այդտեղ գնահատականները կարծում պարզ են։ Հրապարակ թերթը գրում է. երեք վաղ առավոտյան Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով վաղարշաբաթի ընտրություններին իր գրառման մեջ նաև անդրադարձել էր Մայրաթորի նկատմամբ իր ծրագրերին, ընդգծելով, որ այս ընտրությամբ քաղաքացիները լիցք են տվել մեր սրբության սրբոցը Մայրաթոր Սուրբ Էջմիածինը կտրիչ Ներսիսյանից ազատելու գործընթացին։ Փաշինյանի այս հայտարարությունը թերևս պարզ մանիպուլյացիա է, որովհետև այս ընտրությամբ իշխանությունը Վեհարանի վրա գրոհելու քարտ բլանշ իրականում չի տրվել։ Բանն այն է, որ վաղարշաբաթ համայնքի սիրտը հանդիսացող Էջմիածին քաղաքում ԿՊ-ն ընդամենը բնակչության 30%-ի քվեն է ստացել, 18880
2000 էջմիածինցի իր ընտրություններին մասնակցել, որից ընդամենը 6000-ն է քվեարկել Փաշինյանի տեխնացուի օգտին։ Ընդ որում հատուկ ընդգծենք, որ նախընտրական փուլում Մեխակյանը խուսափել է այս թեմայով խոսելուց եւ բավականին բալանսավորված քարոզարշավ է տարել եկեղեցու հետ իշխանությունների հարաբերությունների մասով, անգամ տողատակերում հասկացրել, որ ինքը եկեղեցու դեմ արշավը չի ողջունում։ Ընտրություններին իր ստացած 15296,000 ձայների մեծ մասն էլ Մեխակյանը ստացել է հայրենի Խոյ համայնքը ընդգրկող 16 գյուղերից։ Օրինակ այս հրապարակումը ես անթույլատրելի եմ համարում, ինչու, ամենայն հարգանքով հրապարակ օրաթերթի նկատմամբ, որովհետև երբ որ մենք մտնում ենք նման քննարկման մեջ, մենք հենց Նիկոլ Փաշինյանի ուզածն ենք անում, որովհետև եկեք ենթադրենք Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական պայմանագիրը վաղարշաբաթ խոշորացված համայնքի ընտրություններում ստացել էր, ասենք 90% ձայները, 48 չէ, 90%, 96% կրկնապատկենք եկեք։ Դա ինչ կապ ունի եկեղեցու հետ կամ ինչ քարտ բլանշի մասին է խոսքը։ Ես չգիտեմ Նիկոլին ով է լիցքավորել, ինչով է լիցքավորել, բայց վաղարշապատցիները չեն լիցքավորել մեկ եւ լիցքավորելու լիազորություն էլ չունեն, որովհետեւ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը վաղարշապատի հոգևոր կենտրոնը չի, համայն հայության հոգևոր կենտրոնն է։ Ոչ միայն Հայաստանը, այլ 10 միլիոն հայերին է առնչվում այս հարցը, այսինքն ով է լիցքավորել, ինչով է լիցքավորել Նիկոլ Փաշինյանը, վստահաբար վաղարշապատցիները չեն լիցքավորել, որտեվ 50+ էլ չի ստացել, բայց եթե անգամ ստանարել, կրկնում եմ, որ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը վաղարշապատ խոշորացված համայնքի հոգևոր կենտրոնը չի, միայն։ Այդպես էր, Նիկոլ Փաշինյանը կարող էր ինչ-որ գյուղում կազմակերպել ընտրություն, գյուղում, ասել այդ գյուղում մենք 50+ ենք ստացել, այդ գյուղի գյուղապետը լիցքավորել է Նիկոլ Փաշինյանին։ Բայց որ գյուղի գյուղապետը կամ Արգիշտի Մեխակյանը լիցքավորել է Փաշինյանին, մենք ինչ կապ ունենք դրա հետ, կամ եկեղեցին ինչ կապ ունի դրա հետ։ Որևէ կապ չունի եւ չպետք է մտնել այս խոսակցության մեջ։ Այդ ընտրությունները Մայրաթոր Սուրբ Էջմիածինի մասին չէին, եթե անգամ Արգիշտի Մեխակյանը դրա մասին դարձներ կամ խոսեր դրա մասին, դա ամենևին չի նշանակում, որ վաղարշապատցիները նման իրավունք են տվել կամ նման իրավունք տալու իրավունք ունեն, որտեվ արդեն կրկնվեմ, Մայրաթոր Սուրբ Էջմիածին միայն վաղարշապատի մասին չէ։ Փաստորաթերթը գրում է. Արդարադատության նախարարությունն առաջարկում է դադարեցնել Հայաստանի ազգային արխիվ ՊՕԱԿ-ի Ապարանի, Թալինի, Մասիսի, Սևանի, Ճամբարակի, Ստեփանավանի, Դիլեջանի, Արթիկի, Եղվարդի, Սիսիանի եւ Գորիսի տարածքային ներկայացությունների գործունեությունը։ 2002 թվականի Հայաստանի կենտրոնական պետական արխիվների միաձուլման միջոցով ստեղծվել է Հայաստանի ազգային արխիվ ՊՕԱԿ-ը։ Երևանի եւ մարզային պետական արխիվների հիման վրա ստեղծվեցին ազգային արխիվի մասնաճյուղեր, իսկ մարզային պետարխիվների մասնաճյուղերի հիման վրա ազգային արխիվների ներկայացություններ։ Արդյունքում ստեղծվեց ազգային արխիվի 41 տարածքային ստորաբաժանում, հետագա տարիներին գործառույթների նվազման պատճառով դադարեցվեցին մի շարք ստորաբաժանումների աշխատանքները։ Ազգային արխիվի տարածքային ստորաբաժանումների գործառույթները պայմանականորեն բաժանվում են երկու խմբի։ Հրապարակ օրաթերթը գրում է ուրեմն կառավարությունը շրջանառության մեջ է դրել արցախցիների բնակապահովման նոր նախագիծ, համաձայն որի նախատեսվում է վարձավճարների երկարաժամկետ մասնակի հատուցում եւ սոցհաջակցության Արցախից տեղանված 1-ից 3 անդամ ունեցող ընտանիքներին, եթե նրանք բավարարում են բնակապահովման պետական աջակցության ծրագրի պայմաններին, նախատեսվում է 120 ամիս աջակցություն տրամադրել ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար 40,000 դրամ։ Սոցհարթակներում արցախցիներն իրենց դժգոհությունն են հայտնում դեմ են բնակապահովման ծրագրի փոփոխությանը եւ նշում են, որ սա ծաղր է իրենց նկատմամբ։ Ճիշտ կլինի կառավարությունն իրենց կորցրած անշարժ գույքի փոխհատուցման որոշում ընդունի առանց որևէ նախապայմանների։ Ուրեմն այն, որ Նիկոլ Փաշինյանը վաղարշապատի ընտրությունները չի մարսել եւ իրենք լավ գիտեն, որ այդտեղ որևէ այդպես ջախջախիչ հաղթանակ չեն տարել, դրա մասին խոսում է իշխանություն լրատվականի հրապարակած մի տեղեկատվություն, ըստ որի ձերբակալվել են հաղթանակ դաշինքի անդամներն ու կողմնակիցները։ Իշխանություն լրատվականին հայտնի դարձավ, որ հաղթանակ դաշինքի անդամների եւ կողմնակիցների տներում կատարված խուզարկություններից հետո 10 անձ ձերբակալվել է, մի շարք անձանց գաղտնալսել են եւ մեղադրանքի հիմքում դրել այսպիսի խոսակցություններ, որոնք կենցաղային բնույթի են եւ կապ չունեն նախընտրական գործընթացների հետ։
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը տեղեկությունը ոչ հաստատեց, ոչ երկեց, նշելով, որ նախաքննական գաղտնիք է, կատարում են գործողություններ, ավելի ուշ հանդես կգանք հայտարարությամբ, ասաց նա։ Ավելի վաղ հայտնել ենք, որ խուզարկվել է նաև Դաշինքի հավաքանու անդամներ Կարեն Գևորգյանի, Արմեն Դավթյանի, Մայիս Մելքոնյանի, Տիգրան Գևորգյանի տները։ Ահա այս ամենը է իրավական Բեսպրեդելն ու ահաբեկչությունը ցույց է տալիս, որ Փաշինյանը հանգիստ չի տարել ընդդիմության արձանագրած թվերը եւ իրենց այդ այսպես կոչված հաղթանակը եւ փորձում են համապետական ընտրություններից առաջ ջլատել ուժերը, կարող ուժերին մեկուսացնել, որպեսզի իրենց խանգարող չլինի ապագա հաղթանակը սարքելու, նկարելու վրա որևէ ազդեցություն չունենա։ Այսօր այսքանն ենք առանձնացրել օրվա մամուլի հրապարակումներից, կհանդիպենք վաղը։ Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու էլ ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48